Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ, Կենտրոն TV եթերում Kids Time հաղորդումն է, եւ ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Տիգրան Նարյանը։ Այսօր մենք ունենանք իսկապես հետաքրքիր հաղորդում, որովհետեւ այսօր մենք կտեղափոխվենք շատ հետաքրքիր մի աշխարհ, որտեղ որ ծափահարություններն ու ժպիտները չեն դադարում։ Այո, խոսքը կրկեսի մասին է։ Այսպիսով, այսօրվա իմ հյուրն է Երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը։ Գնանք տեսնենք։ Բայց ստիկինները, ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ Ես հիանալի, քանի որ ունեմ ձեզ նման հիանալի հյուր։ Շնորհակալ եմ։ Կրկեսը միշտ եղել է երեխաների համար ամենահետաքրքիր վայրը։ Կարող եք ասել, ոնց եք կարողանում ստեղծել այդ կախարդանքը։ Շատ հեշտ։ Օրինակ մենք նստած ենք իրար հետ եւ հայտնվում է կախարդական տուփը եւ կախարդական փայտիկը եւ ես կախարդական խոսքերն եմ ասում։ Ալե ապ եւ հայտնվում է ծաղիկ։ Այսպես հայտնվում է մեր կրկեսում գեղեցիկ կախարդանքները։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Ես շատ եմ սիրում ֆոկուսներ։ Ես նույնպես։ Իսկ ինչն է ձեզ ամենաշատը կրկեսում ոգեշնչում։ Դե ինձ բախտ է վիճակվել, քանի որ ինչպես գիտեք, արդեն մոտ 10 տարի կրկեսը չի գործում, շատ գեղեցիկ կրկես ենք ունենալու, վերանորոգվում է, զրոյից սարքում են գեղեցիկ կրկեսի շենք։ Քանի որ ես այդ լավագույն դերասաններից եմ եղել, որ նախկին կրկեսում աշխատել եմ, ինձ ոգևորում էր, գիտեք, այդ ամբողջ չմոռանանք, որ ես կենդանավարժ եմ։ Ես 45 կենդանի եմ վարժեցրել ժամանակին եւ դա շատ բարդ process է, շատ անջալից եւ բարդ process։ Հիասթափություններ ես զգում, ձին չի կատարում քո տրյուկը, դժվարանում է եւ արդեն ուզում ես ասես վերջ, էլ չեմ ուզում փորձ անեմ։ Մեկ էլ մտնում ես մանեժ, այդ կլոր գեղեցիկ մանեժը քեզ ոգևորում է։ Ոնց գնամ նորից սկսեմ պարապել, որ դուրս գամ մանեժ։ Այդ կլոր գեղեցիկ մանեժը 13-ը 13-ի վրա, դրա ստանդարտ չափն է մանեժի, ինձ շատ էր ոգևորում եւ դա ինձ փրկում էր, ուժ էի ստանում, նորից գնում, սկսում էի պարապել կենդանիների հետ, որպեսզի երեխաներին գեղեցիկ համարներով հանդես գայի։ Եվ ուրախացնել։ Այո։ Այս տարի լրանում է Լեոնիդ Ենգիբարյանի 90-ամյակը։ Կարող եք ասել ինչ նշանակություն ունի Ենգիբարյանի անունը կրկեսը։ Շատ մեծ, Լեոնիդ Ենգիբարյանը ոչ միայն մեր հայկական կրկեսի աստղն է, համաշխարհային կրկեսի դերասան, ծաղրածու եւ մենք բոլոր դերասաններով կրկեսի միշտ հպարտանում ենք, որ հենց ինքը հայ է։ Ու նրա նման երկրորդը դեռ չկա։ Նա միակն էր իր բնույթով, իր էությամբ, իր տաղանդով։ Շատ է ոգեշնչում եւ շատ ուրախ ենք, որ մեր հայրենակիցը հենց Լեոնիդ Ենգիբարյանը մերն է։ Կպատնեք մի փոքր նրա արվեստի եւ առանձնահատկությունների մասին եւ ինչն է նրան այդքան յուրահատուկ դարձնում։ Նրա պարզությունը, գիտեք, նա շատ պարզ էր։ Նա չէր սիրում կրել իր վրա գույնզգույն իրեր, կեղծամներ, ներկվել, կապույտ, կարմիր, կանաչ, ոչ։ Նա այնպիսին էր, ինչպիսին նա կար, իր էությամբ, իր բնությամբ, եւ նա շատ պարզ էր։ Իսկ հանդիսատեսը սովոր չէր, նա միշտ սովոր էր տեսնել ծաղրածուն դուրս է գալի, մեծ քիթիկով, մեծ ականջներով, մեծ կոշիկներով, ու արի ու տես, ինչ որ մի ծաղրածու է սկսել դուրս գալ արենա, սև տաբատով, սպիտակ վերնաշապիկով, շատ պարզ, ու անում է մի հրաշալի իրեր, որը իրենց բնորոշ է իրենց կենցաղին։ Այսինքն ժողովուրդը նրան դրանով ընկալեց, որ նա շատ պարզ էություն էր, շատ հանգիստ անում էր այնպիսի մի բան, նա կարող էր դուրս գալ բեմ, օրինակ, իր վրայից հանել այսպես թաշկինակը, ցույց տալ հանդիսատեսին, կամ ձեր վրայից վերցնել, կապ չունի, կապեր 2 անգամ, 1, 2, ասեր ձգեք խնդրում եմ, ձգեք, 2 ձեռով, ահա, չէ, կապի, ահա, նորից լավ, չէ, բոլորը գիտեն, թե ուժեղ կապել է, գնում էր մյուսի մոտ, ասում էր կապիր խնդրում եմ, նորից կապում էին, Չէին կարող։ բոլորը գիտեն վերջ, նա շատ պարզ էր, ասում էր, ալե, ապ, այսպես։ Ոնց։ Նրա պարզությունը շատ մեծ էր, դրա համար նրան հանդիսատեսը շատ սիրում էր, նա մեծություն էր իրոք։ Եթե Լեոնիդ Ենգիբարյանը այսօր մասնակցեր կրկեսում, ինչ խորհուրդ կտար արտիստներին ըստ ձեզ։ Ինձ թվում է
Նա շատ կուզենա, որպեսզի մեր դերասանները լինեին շատ աշխատասեր, շատ համառ եւ շատ սիրեին իրենց գործը։ Դա շատ կարեւոր է, սիրել իր գործը, որովհետեւ յուրաքանչյուր գործ, երբ կատարում ես չսիրելով, ոչ մի բան չի ստացվի։ Մեծ սեր է պետք։ Ինձ թվում է, ինչպես նա, ինչպես այժմ հենց մեր Սոս Պետրոսյանը, որը մեր գլխավերևում միշտ կանգնած է, մեզ երեխաներին միշտ ասում է, պետք է քո գործը սիրես։ Սերը դա իրոք կարևոր է։ Ինձ թվում է նույնը Լեոնիդ Ենգիբարյանը կցանկանար։ Երբ հնարավորություն ունենեք վերադառնալ մանկություն, ինչ կվերցնեք այնտեղից։ Մանկություն իմ ազատությունը, ազատ գրաֆիկս, երեխաների հետ խաղալը, գործագործ, պակմտոցի, այ օրինակ իմ իգվա սերունդը տեսնում շատ քիչ է խաղում։ Իմ մանկությունը շատ հետաքրքիր էր անցնում։ Ես շատ կարոտում եմ մեր բակի խաղերը։ Ինձ թվում է կվերադարձնեի բակի խաղերը։ Եվ ինչ կմաղթեք այն երեխաներին, ովքեր որ երազում են դառնալ արտիստ կամ գրկեսում դերասան։ Ես կմաղթեմ, որ երեխաները միշտ երազեն եւ հավատան հրաշքներին, որովհետեւ եթե նրանք երազեն եւ հավատան հրաշքներին, նրանք միշտ կմնան երեխաներ։ Դա կապ չունի տարիքը։ Կարող ես լինել մեծ, բայց նորից մեծ չլինես երեխա։ Այ օրինակ ես ուզում եմ հիմա քեզ նվիրել մի փոքրիկ աճպարարական համար, կարելի է։ Այո։ Ես շատ եմ սիրում ֆոկուսներ։ Տեսնում ես պարաններ են։ 3 հատ պարաններ են հասարակ։ Մենք վերցնում ենք առաջի պարանը եւ կապում ենք այսպես։ Ձիգ, կարող ես ձգել։ Հոպ։ Ապրես։ Վերցնում ենք երկրորդ պարանը։ Օղակ ենք սարքում։ Օղակներ։ Ձգիր։ Հոպ։ Եվ երրորդ պարանը։ Նորից կապում ենք։ Նորից ձգիր։ Այս օղակները տեսնում ես, վերցնում ենք, այսպես նայի 1, 2, ինքը իրանով ոչ մի բան չէ, այսպես փչի։ Ու ալե ապ։ Այսինչպես։ Այդպես։ Դուրդ եկավ։ Այո։ Ինձ նույնպես։ Ինձ շատ հաճելի էր քեզ հետ շփվել, շատ հետաքրքիր զրուցակից ես։ Ինձ էլ շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, իսկ ինձ մնում է հիշեցնել, որ Կենտրոն TV-ի եթերում Kids Time հաղորդումներ եւ ձեզ հետ ինչպես միշտ ես Տիգրան Նանյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։